քննարկում էլի տանում ենք ներկա նախկին այս խոսույթի շրջան, այսինքն դες ասում ենք այս պահին արկա են քաղբանտարկելներ, ասում ենք քաղբանտարկյալները նախկինում են, այո, նախկինում խնդիրներ եղել են, որը մեկը չի կարող դա հերքել, եւ դրա մասին ես ինքս էլ բազմաթիվ անգամներ խոսել եմ, բայց մենք այսօր քննարկում ենք այսօրվա արկա իրավիճակը, այսօր են մարդիկ բանտերում գտնվում։ Նախկիններում երբևէ 3 arczepiskopos կամ 2 arczepiskopos եւ 1 եպիսկոպոս բանտարկված չի եղել։ Ինչ վերաբերում է թե ուրեմն չենք ապացուցում, որ քաղբանտարկյալ են, մենք չպետք է ապացուցենք, որ իրենք քաղբանտարկյալ են։ Իշխանությունները, պետությունը պետք է ապացուցի, որ նրանք քաղբանտարկյալ չեն հանդիսանում։ Բարբերաբար ասում են, այս մարդիկ քրեական հոդվածներով դատապարտվող մարդիկ են։ Եկեք պետք է խնդրեմ մի փոքրիկ ձայնագրություն միացնեմ, այս ձայնագրությունից հետո շարունակեմ խոսքս, հա։ Համար ուղղակի մի դիտարկում, խորհրդային միության ժամանակներում բոլոր քաղբանտարկյալներին դատել են խորհրդային միության քրեական օրենսգրքի հոդվածներով, այսինքն երբեք որևէ երկրում քաղաքական բանտարկյալների դատավարության օրենսգիր կամ քաղաքական հանցագործությունների օրենսգիր գոյություն չունի։ Բոլոր երկրներում էլ դատվում են քաղաքական բանտարկյալները քրեական հոդվածներով եւ այսօր էլ Հայաստանի իշխող կուսակցության բազմաթիվ հիմնադիր անդամներ դատապարտվել են խորհրդային միության քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներով եւ այսինքն այս միակ դեպքն է երևի թե որ ես համաձայն եմ ձեր քաղաքական կուսակցության առաջնորդի հետ, որովհետեւ քաղաքական հետապնդման ենթարկվողները եւ քաղաքական դրդապատճառներով կալանավորվածները դատապարտվում են քրեական օրենսգրքով։ Այո, չկա որևէ այլ քաղաքական օրենսգիր, քաղաքական հանցագործությունների, քաղաքական դատավարությունների օրենսգիրք, որով որ այդ մարդիկ պետք է դատվեին, որ մենք համոզված լինենք, որ այդ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդումների կամ հանդիսանում են քաղբանտարկյալ։ Բոլոր ժամանակներում այդպես է եղել եւ ձեր ժամանակ էլ է այդպես։